Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր մարտի 30-ն է, երկուշաբթի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտված եւ ամփոփված են։ Սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։ Ըստ այդ ընտրությունների քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու եւ վարչապետի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը իր ձայնը չի տալու Ռոբերտ Քոչարյանին, այս մասին հայտնել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, հայտարարելով, թե գրազ է գալիս նրա հետ, ով կասկածում է։ Կարապետյանի այս առաջարկին արձագանքել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ ԿՊ-ն հայտարարություն էր անում 8 ամիս ման գալով, բան չգտնելով մեր վրա, Սամվել Կարապետյանի անցած ամբողջ ուղու վրա մի հատ թերություն չգտնելով, ասում է, որ Կարապետյանը կարող է իր ձայնը տա, օրինակ Ռոբերտ Քոչարյանին։ Լսել եք։ Ժողովուրդ ջան, դա ապացույցն է, որ բան չեն կարողանում Կարապետյանի վրա գտնել։ Հիմա ես ձեր մոտ հայտարարում եմ. մեր ուժը ձայնը տալու է Սամվել Կարապետյանին, որպես Հայաստանի վարչապետ։ Ով ձեզ ասի, որ կասկածի, ասեք Նարեկը գրազ է գալիս։ Ինչ գրազ ուզում են, թող ասեն։ Ու գրազը դուք կվերցնեք հաղթելուց հետո։ Հրապարակային ընդունում եմ գրազի առաջարկը եւ պնդում եմ, որ իրենք ընտրություններից հետո, անկախ ընտրությունների արդյունքներից, ուզում է 100% քվե հավաքեն, իրենց ձայնը տալու են ոչ թե Սամվել Կարապետյանին, որպես հաջորդ վարչապետ, այլ մարդու։ Գրազ եմ գալիս $1 միլիարդ վրա։ Պայմանը հետեւյալն է, եթե իրենք են պարտվում, $1 միլիարդ անհապաղ մուծում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, այսինքն տալիս են ժողովրդին։ Եթե ես եմ պարտվում, սպիտակ թղթի վրա ինչ ուզում են թող գրեն կանեմ, թող գրեն ինքնասպանեղի, ինքնասպան կլինեմ։ Թեհրանը սպառնացել է հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող իսրայելական եւ ամերիկյան համալսարաններին՝ ի պատասխան իրանական երկու բուհերի ռմբակոծության։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Միացյալ Նահանգներին ժամանակ է տվել իրականացված հարձակումները դատապարտելու համար։ Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ այսօր դասերը անցկացնելու են հեռավար, ելնելով անվտանգության նկատառումներից եւ հաշվի առնելով Արևմտյան Ասիայի եւ Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի սպառնալիքները։ Բուհը իր տարածած հայտարարությունում ընդգծում է նաեւ, որ համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել եւ արկա չեն հիմքեր համալսարանի վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին։ Հայաստանի կառավարության եւ ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին իրանցիների տեղափոխման եւ մարդասիրական օգնության հարցերում մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի եւ Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը եւ եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ, գրել է նախարարը X-ի իր միկրոբլոգում։ Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թեև հաղորդագրություններ է փոխանցում հնարավոր բանակցությունների մասին, բայց գաղտնի ծրագրում է իր ցամաքային ուժերը ուղարկել տարածաշրջան։ Ըստ խոսնակի Իրանը պատրաստ է պատասխան հարված տալ։ The Washington Post-ը մեջբերել է Միացյալ Նահանգների պաշտոնյաներին, որոնք հաստատել են, որ Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների, հավելելով, որ դեռ պարզ չէ, թե նախագահ Դոնալդ Թրամփը կհաստատի նման ծրագրերը, թե ոչ։ Երեկ Financial Times-ի տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ կնախընտրեր տիրանալ իրանական նավթին, համեմատելով այդ քայլը Վենեսուելայի հետ, որտեղ Միացյալ Նահանգները մտադիր է հավերժ վերահսկել նավթարդյունաբերությունը։ Անկեղծ ասած, ես կցանկանայի նավթը վերցնել Իրանից, բայց Միացյալ Նահանգներում որոշ հիմար մարդիկ ասում են. ինչու եք դա անում, բայց նրանք հիմար մարդիկ են։ Գուցե խարկ կղզին վերցնենք, միգուցե ոչ։ Մենք շատ տարբերակներ ունենք, դա նաև կնշանակի, որ մենք պետք է որոշ ժամանակ այնտեղ լինենք։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ պակիստանյան էմիրսարների միջոցով ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները հաջողությամբ են ընթանում։ Նա կարծիք է հայտնել, որ եթե կնքվի գործարք, ապա հրադադարը կարելի է ձեռք բերել բավականին արագ։ Մեզ մոտ 3000 թիրախ է մնացել, մենք ռմբակոծել ենք 13000 թիրախ եւ դեռ մի քանի հազարը կա ոչնչացնելու։ Մենք կարող ենք բավականին արագ համաձայնության գալ։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հրահանգել է մինչև ապրիլի 6-ը չհարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին, միաժամանակ նաև սպառնացել հարվածել այդ օբյեկտներին, եթե Թեհրանը չվերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը եւ չհամաձայնի պատերազմին վերջ տալու պայմանագրի պայմաններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը պատրաստ է կատարել ԱՄՆ պահանջների մեծ մասը։ Ավելին պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները Իրանին ուղարկել է հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր, նա ընդգծել է, որ իրանական կողմը զիջումների է գնացել կետերի մեծ մասում։ Նա վստահեցրել է, որ Թեհրանը մեծ մասամբ համաձայնել է կատարել այդ պահանջները։ Իսկ իրանական լրատվամիջոցները, այդ թվում պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը, հրապարակել են Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ուղերձը, որում Ղալիբաֆն ասել է, որ թշնամին հրապարակայնորեն ազդարարում է բանակցությունների պատրաստակամության մասին, սակայն գաղտնի նախապատրաստում է ցամաքային հարձակումը։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնելով 15 կետից բաղկացած ծրագիր շարադրում է իր պահանջները եւ ձգտում հասնել նրան, ինչին չի հաջողվել հասնել պատերազմի ժամանակ։ Իրանական զորքերը սպասում են, որ ամերիկացի զինվորները ոտք տնեն իրանական հողի վրա, որպեսզի նրանց սանձազերծեն, ասել է Ղալիբաֆը։ Իսկ Իրանի կապիտուլյացիայի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը հստակ է, երկիրը չի ընդունի նվաստացումները, նշել է նա։ Այս ընթացքում ռազմական գործողությունները տարբեր ուղղություններով շարունակվում են։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամում ավելի քան 140 ավիահարվածներ է հասցրել Իրանի կենտրոնական եւ արևմտյան շրջաններին, ներառյալ Թեհրանին, խոցելով բալիստիկ հրթիռների արձակման վայրերը եւ պահեստարանները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է հարավային Լիբանան ներխուժման ընդլայնման մասին։ Նա նշել է, որ հանձնարարել է զինվորականներին ել ավելի ընդլայնել այսպես կոչված բուֆերային գոտին եւ խոստացել հիմնովին փոխել անվտանգության իրավիճակը այստեղ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելի ընդլայնվող ռազմական գործողությունները հարավային Լիբանանում հանգեցրել են ևս մեկ բուժաշխատողի մահվան, նրանց թիվը հասցնելով 51-ի։ Իդեպ Իսրայելը պնդում է, որ Հեզբոլլահի զինյալներն օգտագործում են բժշկական հաստատությունները պաշտպանվելու համար, ինչը խմբավորումը հերքում է։ Իսրայելի Բեեր-Շևա քաղաքի մոտ գտնվող քիմիական գործարանը խոցվել է իրանական հրթիռի կամ հրթիռի բեկորների հետևանքով։ Մեկ այլ հրթիռ ընկել է Բեեր-Շևայի ռազմակայանների հատվածում տեղակայված բնակելի թաղամասում, ինչի հետևանքով վիրավորվել է 11 մարդ։ Բահրեյնում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում Իրանի հասցված օդային հարվածների հետևանքով վնասվել են ալյումինի խոշոր գործարանները։ Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանից փոխհատուցում է պահանջել խաղաղ բնակչության եւ կենսական նշանակության օբյեկտների վրա հարձակումների համար։ Երեկ Թեհրանը հարված է հասցրել Կատարի Ալ-Արաբի հեռուստաընկերության շենքին, հաղորդում է Մեհեր լրատվական գործակալությունը, որում երևում է, որ բարձրահարկ շենքի պատերը հլվել են, պատուհանները կոտրվել։ Անցյալ ուրբաթ Սաուդյան Արաբիայում ամերիկյան ավիաբազայի վրա Իրանի իրականացված հրթիռային հարձակման հետևանքով լրջորեն վնասվել է ամերիկյան Boeing E-3 Sentry օդատեսանտային վաղ նախազգուշացման եւ կառավարման ինքնաթիռը։ Վերլուծաբանների պնդմամբ ինքնաթիռի ոչնչացումը կարող է վնասել հեռավորության վրա իրանական սպառնալիքները նկատելու ԱՄՆ-ի հնարավորությունները։ Եմենի հութիները շաբաթ օրը միացել են Իրանի հակամարտությանը, սկսելով իրենց առաջին հարձակումները Իսրայելի վրա։ Հութիները նաև հայտարարել են, որ կարող են թիրախավորել եւ արգելափակել նավային երկրորդ առանցքային ուղին Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Վերլուծաբանների կարծիքով նեղուցում իրականացվող հարձակումները ճնշում կստեղծեն համաշխարհային տնտեսության վրա։ Իսկ Պակիստանում բանակցություններ են ընթացել Թուրքիայի, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Նախնական քննարկումները եղել են Հորմուզի նեղուցը նավագնացության համար վերաբացելու ուղղությամբ։ 4 երկրների արտգործնախարարները Վաշինգտոնին առաջարկներ են ներկայացրել։ Պակիստանյան երկու աղբյուրներ հայտնել են, որ Թուրքիան, Եգիպտոսը եւ Սաուդյան Արաբիան կարող են կոնսորցիում ստեղծել ջրային ճանապարհով նավթի հոսքերը կառավարելու համար եւ խնդրել են Պակիստանին մասնակցել դրան։ Հռոմի Պապը երեկ Ծաղկազարդի օրը Սուրբ Պետրոսի հրապարակում տասնյակ հազարավոր հավատացյալների ներկայությամբ պատարագ է մատուցել։ Նա կրկին պահանջել է դադարեցնել պատերազմը Մերձավոր Արևելքում։ Հռոմի Պապ Լեո 14-րդը ասել է, որ Աստված չի լսում նրանց աղոթքները, ովքեր պատերազմ են անում կամ վկայակոչում են Աստծուն արդարացնելու իրենց բռնությունը։ Ալլա Ղալաչյան, Օրիզոն։
Ծաղկազարդի տոնին իսրայելական ոստիկանությունը արգելել է կարդինալ Պիեր Բատիստա Պիցաբալային մուտք գործել Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի եկեղեցի, պատարագ մատուցելու։ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Իտալիան քննադատել են որոշումը։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին միջադեպն անվանել է վիրավորանք ոչ միայն հավատացյալների, այլև կրոնական ազատությունը հարգող ցանկացած համայնքի համար։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Երուսաղեմում պաշտամունքի ազատ իրականացումը պետք է երաշխավորված լինի բոլոր կրոնների համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ չար մտադրություն չի եղել եւ կարդինալին արգելվել է մուտք գործել եկեղեցի անվտանգության նկատառումներից ելնելով։ Նա հավելել է, որ Իսրայելը առաջիկա օրերին կփորձի մասամբ բացել եկեղեցին։ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում Պուշկին 60 հասցեում տեղի է ունեցել դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկայ է եղել նաև վարչապետը։ Կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը անվանակոչվել է Հովհաննես Չեքիջյանի անունով։ Նախքան անվանատախտակի բացումը կայացել է մաեստրո Չեքիջյանի փորձը երգչախմբի հետ։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյի եւ երգչախմբի գործունեության համար։ Հայկական ոգին, ուժն ու հաղթանակի խորհրդանիշը Յարխուշտան այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միավորում են ուժերը, ստեղծելով մի հնչյուն, որը կոգեշնչի հաղթանակներ։ Գյումրիի դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմում անցած 2 օրերին առաջնախաղ էր բեմադրված գործը Գաբրիել Գարսիա Մարկես։ Կոլումբիացի լրագրող Վիպասանի աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը պատմվածքի հիման վրա ծնված ներկայացման ռեժիսորն է Արինա Արարատյանը։ Բեմադրությունում խոսքը երկրորդական է, հիմնական ասելիքը փոխանցվում է պլաստիկ շարժումների եւ էմոցիաների միջոցով։ Այս տրոպիկական անտառի խորքերում որտեղ արևի լույսը հազիվ է թափանցում խիտ տերևների միջով, թաքնված է հին գյուղը, մաշված ու ժամանակի կողմից մոռացված։ Վառ ու գունեղ հանդերձներով տրամադրող երաժշտությամբ բացվող ծովափնյա տեսարանը միայն առաջին հայացքից է լի կյանքով ու շարժումով, բայց այդ արտաքին փայլի տակ թաքնված է այլ իրականություն։ Պարզ ու հասարակ կեղճկական կյանք, ուր ապրող մարդկանց համար վաղուց արդեն ամեն ինչ դարձել է միապաղաղ, հաստատվել են անտարբերությունն ու սառնությունը։ Եվ այդ սառնության մեջ զգալի է դառնում, որ ինչ որ կայծի պակաս կա։ 8 դերասաններ բեմում ձևավորում են մոգական ռեալիզմի մթնոլորտը, հանդիսատեսին տեղափոխելով մարկեսյան խորհրդավոր իրականություն։ Խոսքն այստեղ նվազագույնի է հասցված։ Պատմությունը զարգանում է պլաստիկ շարժումների, միմիկաների միջոցով։ Ռեժիսորն ընտրել է սակավաբար լուծում, ստեղծելով մի ներկայացում, որը հասկանալի կլինի նաև օտարախոս հանդիսատեսին։ Խոսում ենք մենք գրեթե անընդհատ մարմնի լեզվով, Արինա Արարատյանը բալետի պարուհի է եւ ռեժիսորը որպես ռեժիսոր դա նրա երկրորդ մասնագիտությունն է, այսպես ասած։ Այս ներկայացումը միանգամից բեմում ենք սկսել ու բեմում են ծնվել կերպարները։ Խոսքի լեզուն ունի սահմանափակումներ, մարմնի լեզուն հասանալի է բոլորին։ Ամենակարևորը խոսքի երաժշտության պլաստիկայի միքսի արդյունքում մենք կարողանում ենք ներկայացնել մեր սրտից դեպի հանդիսատեսի սիրտ անցնող կարմիր լարը։ Արտաքին հանգստության ու անտարբերության շերտը խախտվում է այն պահին, երբ ծովը գյուղ է հասցնում միդիակ, եւ այն դառնում է շրջադարձային կետ կեղճկական կյանքով ապրող մարդկանց համար։ Իրականության գլխիվայ շրջապտույտում բորբոքվում են նոր կրքեր, որտեղ սրվում են հարաբերությունները։ Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը դարձած անծանոթի շուրջ հուզական լարվածությունը հասնում է իր գագաթնակետին, երբ կանայք հրաժարվում են բաց թողնել ջրահեղձ տղամարդու մարմինը, այդ կերպ փորձելով պահել իրենց ներսում հանկարծ արթնացած գեղեցկության, երազանքի ու կյանքի զգացումը։ Այստեղ է, որ մահը ներկայանում է ոչ թե որպես ավարտ, այլ նորի սկիզբ, միաժամանակ նաև սթափեցնող ապտակ։ Երբեմն հենց փոքրիկ առաջին հայացքից աննշան միջադեպերն են մարդկանց ստիպում վերարժևորել այն, ինչ իրականում ունեն իրենց կողքին։
Հանդիսատեսին փորձում ենք փոխանցել գեղեցկության զգացողություն, փորձում ենք հանդիսատեսին ամենակարևոր ուղերձը տալ, եթե ուզում ես փոխել շրջապատդ, եթե ուզում ես փոխել քեզ շրջապատող աշխարհը, սկսիր ինքդ քեզանից, փոխիր ինքդ քեզ։ Դրամատիկականի փոքր բեմում Մարկեսյան եւս մեկ գործ է ներկայացվել՝ երկնագույն շանաչքերը, որը մնայուն տեղ ունի թատրոնի խաղացանկում։ Այս անգամ եւս Մարկեսի ընտրությունը պատահական չի եղել, այն երիտասարդների նախընտրությունն է։ Կազմատիպ կար, որ թատրոններում միայն գեղարվեստական ղեկավարներն են ներկայացում անում, միայն տեղի ռեժիսորները, չէ, Գյումրու դրամատիկական թատրոնը ավելի շատ հրավիրում է դրսից ռեժիսորներ, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ հատկապես արտիստների համար եւ մեր գյումրեցի հանդիսատեսի համար նրանք տեսնում են նոր ձեռագիր, նոր մոտեցումներ եւ սա իմ կարծիքով շատ կարեւոր է։ Նոր մոտեցմամբ եւ խաղաոճով էր նաեւ ներկայացման ավարտը։ Թատրոնը ապրիլ եւ մայիս ամիսներին եւս 2 առաջնախաղ կունենա։ Թատրոնի միջազգային օրը անցկացվող ամենամյա արտավազ թատերական մրցանակաբաշխությանը Գյումրիի դրամատիկականը արժանացել է 3 մրցանակի։ Մերի Մարգարյանը ճանաչվել է լավագույն երիտասարդ բեմադրիչ, Լուսինե Խաչատրյանը լավագույն զգեստների նկարիչ, լավագույն բեմանկարիչ է ճանաչվել Անի Հրաշոյանը։ Հասմիկ Թմասյանը, Արադ Ծատուրյան, Հորիզոն։ Գյումրիի Գորկու 56 հասցեում գործող Ռեյմա խանութ սրահում փոքրիկ հաճախորդների համար անցկացվել է Լեգո մրցույթ։ Ռեյմա խանութների ցանցը հանդիսանում է աշխարհահռչակ Լեգո ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում։ Ռեյմա խանութների ցանցի կազմակերպած Լեգո ամենամյա մրցաշարը երեխաների մտածողության, արագ կողմնորոշումը զարգացնելու հնարավորությունների եւ մրցակցելու բաց հարթակ է։ Արդեն 28 տարի հայաստանյան շուկայում Ռեյմա խանութների ցանցն առանձնանում է մանկական խաղալիքների յուրօրինակությամբ։ Բոլորն իրենց գունեղությամբ այնքան տպավորիչ են եւ իրական, որ խանութ սրահներ մտնող փոքրիկ հաճախորդներին դժվար է բաժանել խաղալիքներից։ Ոչ միայն խաղալիքները, նաեւ մանկական հագուստները, կոշիկները եւ այլ աքսեսուարները, որոնք ներկայացված են Ռեյմայում, աշխարհահռչակ ապրանքանիշների տեսականին են, որտեղ որակից բացի երաշխավորված է երեխայի առողջության անվտանգ լինելը։ Եվրոպական եւ ամերիկյան բրենդեր են, որտեղ շատ մանրակրկիտ ուսումնասիրում են եւ շատ կարեւորում են երեխայի առողջությունը։ Որպեսզի խաղալիքները չպարունակեն ծանր մետաղներ, թունավոր նյութեր, պլաստիկա հատուկ ձևի պլաստիկա, փայտը մշակված հատուկ փայտեր են, որպեսզի ապահով լինեն երեխայի համար։ Էկոլոգիապես եւ մաքուր են, եւ լավն են, եւ զարգացնող են, եւ այնպիսի գունագեղ աշխարհի մեջ են տանում երեխաներին, որոնք որ կզարգանան ու կունենան իրենց սեփական ստեղծված աշխարհում։ Երեխաների պատկերացումների գունեղ աշխարհի սիրելի խաղալիքները հայտնի բրենդներից Ռեյմա խանութների ցանցի Գյումրիի մասնաճյուղում են։ Մեկ տարի Գորկու 56 հասցեում գործող խանութ սրահում ամենամեծ առաջարկը Լեգո ապրանքանիշինն է։ Գրավիչ գույներով Լեգոն փոքրիկներին տեղափոխում է մտածողության զարգացման մեծ աշխարհ։ Երեխաներին հիմնականում այդ Լեգոյի տեսականին է հետաքրքրում, էկոլոգիապես մաքուր է տեսականին ու շատ ընտրության համար էլ է շատ հարմար, դասավորվածությունը, տեսքը շատ հաճելի է։ Անգամ մտնում են ուղակի զբոսնելու, նայելու, նոր տեսականին ծանոթանալու համար։ Եվ որակի առումով են լավը, եւ էկոլոգիապես երեխեքի համար է լավ, չէ՞ որ մենք ձգտում ենք, որ մեր երեխեքը առողջ սնվեն, առողջ հագնեն, նույն ձևի պետք է առողջ խաղան։ Մենք մոտ լեգոներ կան 1.5 տարեկան սկսում են, հատուկ լեգոներ են, որպեսզի երեխաները մի քիչ իրանք մեծ են, կտորներ, որպեսզի երեխաները կուլ չտան։ Այդ տարիքից արդեն զարգացնում են, փոքր տարեկի երեխաներին զարգացնում են մոտորիկան, ինչքան մեծանում է, այդքան զարգացնում է երեխայի մտքի ճկունությունը։ Մենք նույնիսկ ունենք 18+ տարիքով մեծերի համար լեգոներ, որոնք արդեն կոլեկցիոն մոդելներ են, հավաքում են գեղեցկության համար։ Երեխաների ստեղծարար մտածողությունը զարգացնելու համար Ռեյման Լեգոյի ընտրության լայն առաջարկով է ներկայանում։ Նաև ամեն տարի խանութների ցանցում կազմակերպվում են մրցաշարեր, որոնց արդյունքում փոքրիկ հաճախորդները ցուցադրում են իրենց արագությունը Լեգո խաղերում եւ արժանանում մրցանակների։ Առաջին անգամ Լեգո մրցաշար անցկացվեց նաև Գյումրիում։ Մրցակցության հայտ էին ներկայացրել 7-ից 10 տարեկան մոտ 200 երեխաներ։
3 փուլով կազմակերպված խաղմրցույթը Lego-ով ստեղծագործելու, արագ կողմնորոշվելու, մտքի թռիչքն ու երևակայությունը բացահայտելու լավագույն հարթակն են դարձել։ Երեխաներին սա զարգացնում է եւ մտավոր զարգացում է եւ նրանց երևակայությունը եւ հետո նրանց ստիմուլ է տալիս, որ նրանք պայքարի մեջ մտնեն ու կարողանան հաղթել։ Շատ երեխաներ կան, որ լավն են, խելացի են, խելոք երեխեք են, ուղեղ ունեն, որոնք արագ կարող են աշխատեցնել, մոտորիկան զարգանում է երեխեքի բնականաբար։ Մրցույթը երկուսը մեկում է, այսինքն երեխան համ պետք է արագ հավաքի, համ ճիշտ հավաքի, որովհետև եթե արագը հավաքի, բայց սխալը հավաքի, դեռ չի հաղթում, պետք է պարտադիր ճիշտ լինի։ Ակտիվ խաղմրցույթում պայքարն ավելի թեժացավ, եզրափակիչում գնալով փոքրիկների մոտ լարվածությունը մեծանում էր։ Եզրափակիչ հասած 12 երեխաներից հաղթողներ ճանաչվեցին Lego-ի միևնույն առաջադրանքն ամենաարագը կատարած եւ անսխալ ավարտած առաջին 3 մասնակիցները։ Մրցույթի ժամանակ ես զգում էի շատ ուրախություն, որ մասնակցում եմ եւ նույնիսկ շատ անսպասելի էր, որ նույնիսկ հաղթեմ։ Սա էլ այդքան հեշտ չէր, բայց կարողացանք։ Մենք հավաքեցինք Ֆորմուլա 1-ը, շատ լարված էի, թողում էի։ Ընկա երրորդ տեղ։ Lego մրցույթի բոլոր 12 մասնակիցներին Ռեյմախանութ սրահը վկայականներ ու նվերներ հանձնեց, իսկ լավագույն երյակն արժանացավ հատուկ պարգևների։ Երեխաներն իրենց հետ տուն տարան Ռեյմայի Lego ապրանքանիշի մեծ ու եզակի խաղերի հավաքածուն։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք